Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 1 Ժամանակն է Տիրոջը որոնելու, Ովսե 10-րդ գլուխ 12-րդ խոսք։ Ասում են, ապրիլ ամիսն իր անունը ստացել է լատիներեն ապերիոբայից, որը նշանակում է բացել, և դա պայմանավորված է նրանով, որ այս շրջանում բոլոր բողբոջներն ու ծաղիկները բացվում են, և մենք մոտենում ենք տարվա ծաղկազարդ սեզոնի դարպասներին։ Սիրելի բարեկամ, եթե դու դեռևս փրկված չես, թող քո սիրտն էլ համահունչ լինելով բնության համընդհանուր զարթոնքին, բացվի Տիրոջն ընդունելու համար։ Յուրաքանչյուր փթթող ծաղիկ հիշեցնում է քեզ, որ ժամանակն է Տիրոջը որոնելու։ Ուստի մի հակառակվիր բնությանը և թույլ տուր, որ քո սիրտը բողբոջի և ծաղկի սուրբ իղձերով։ Արդյոք դու ինձ ասում ես, որ քո երիտասարդ արյունը եռում է երակներումդ։ Եթե այդպես է, ուրեմն աղաչում եմ քեզ, Տիրոջը նվիրիր եռանդդ։ Ինձ համար անպատմելի երջանկություն է, որ ես երիտասարդ տարիքում եմ կանչվել և ամեն օր սրտանց փառաբանում եմ Տիրոջը դրա համար։ Փրկությունն անգին է, և մենք պատրաստ ենք այն ընդունելու, երբ էլ որ գա, բայց փրկությունը վաղ տարիքում կրկնակի արժեքավոր է։ Պատանիներ և աղջիկներ, դուք կարող եք կորչել նախքան ձեր ծաղկունքին հասնելը, այնպես որ հիմա է Տիրոջը որոնելու ժամանակը։ Դուք, որ զգում եք քայքայման առաջին նշանները, արագացրեք ձեր քայլերը, այդ խուլ հազը և հյուծող տենդը նախազգուշացումներ են, որոնք պետք է անտեսել։ Ձեզ համար իսկական ժամանակն է Տիրոջը որոնելու։ Միթե ես ճերմակ մազեր եմ նշմարում ձեր երբեմնի փարթամ վարսերի մեջ։ Տարիներն արագ են սահում, և մահն արագընթաց քայլերով է մոտենում։ Թող յուրաքանչյուր գարնամուտ մղի քեզ տունդ կարգի բերելու։ Թանկագին բարեկամ, եթե դու արդեն պատկառելի տարիքի ես հասել, թույլ տուր աղերսել և աղաչել քեզ, այլևս չհապաղել։ Այսօր շնորհքի օր է քեզ համար, գոհացիր դրա համար, սակայն հիշիր, որ այն սահմանափակ է, և ժամացույցի ամեն տկտկոցի հետ ավելի է կրճատվում։ Եվ հիմա, այս լուռ սենյակում հերթական ամսվա առաջին գիշերը, ես իմ ողջ կարողությամբ դիմում եմ քեզ թղթով և թանաքով, և իմ հոգու խորքից, որպես Աստծո ծառա, քո առջև եմ դնում այս նախազգուշացումը. ժամանակն է Տիրոջը որոնելու։ Մի անտեսիր այս հորդորը, սա կարող է քեզ կործանումից փրկելու վերջին կանչը լինել և շնորհքի շուրթերից հնչող վերջին խոսքը։